Պատռում ենք Փաշինյանի դեմքը։ 19 թվին հայտարարեց, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Հետո ասեց, որ ես այդ վաղ հայրենասեր էի, դրա համար այդ ձև հայտարարություն արեցի։ Ասում են բախի 2019-ին ասիր Արցախը Հայաստանա եւ վերջ։ Շատ տրիվիալ պատասխան կա։ Որտեւ հայրենասեր էի, որովհետեւ համայն հայության պատասխանատուն էի, որովհետեւ այո Սփյուռքի բոլոր համայնքների ներկայացուցիչները գալիս էին, ինձ էլ ասում են, որ ամենայն հայոց, գուցե այդ բառերով չէ, բայց բոլոր հայերի վարչապետն եք։ Հետո 21 թվին ասում է, որ ոչ մի հիմք չկա անկլավների վերաբերյալ, այսինքն ինքը հերքում է, որ Հայաստանի տարածքում կա ինչ-որ ադրբեջանական անկլավներ։ Այդ քարտեզի վրա, որ անկլավ նկարած է, դա ի վերջո ինչ իրավական հիմք ունի։ Դա իրավական հիմք ունի, թե իրավական հիմք չունի։ Թե դա ուղղակի քարտեզի վրա արված ուրվագիծ է եւ երկու, ասենք, կոլխոզների որոշում, որ մենք, ասենք, այս մի կոլխոզը, այս մի տարածքից նվիրում է եղբայրական Ադրբեջանին եւ այլն եւ այլն։ Դա իրավական հիմք ունի, թե չունի։ Մենք խիստ կասկածում ենք, որ դա իրավական հիմք ունի։ Հետո 23 թվին ժուրնալիստի հարցին, թե ձեր նշած տարածքային ամբողջության մեջ Տիգրան մտնում է թե չէ, ասում է, որ չէ։ Տակեցում եմ ուզում, որ անեք, պարոն Փաշինյան, դուք անկլավների մասին խոսեցիք։ Հայաստանի տարածքային ամբողջականության 29.8 քառակուսի կիլոմետրում Տիգրանաշենը եւ Տավուշի 6 գյուղերը ներառված են, թե ոչ։ Ոչ։ Բայց 26 թվին երեք հայտարարեց, որ Տիգրանաշենը եւ այն երկու գյուղը հանդիսանում են ոչ հայկական հողեր, այսինքն ադրբեջանական են ու պետքա վերադարձնի իր ասելով։ Քյարքին Հայաստանի տարածք չի։ Բարխուդարլուն Հայաստանի տարածք չի։ Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չի։ Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք։ Բայց հունիսի 7-ին ընտրությունը անցկացվե Տիգրանաշենում, խոսքի 13.50 ընտրատեղամասը գտնվել է Տիգրանաշենում։ Եթե Տիգրանաշենը չի հանդիսանում հայկական տարածք, ո՞նց ես այնտեղ ընտրություն անցկացրել։ Էդի մեկ։ Երկրորդը, ինչ ես ասելու հիմա, որ ասում ես Տիգրանաշենը ու երկու գյուղը անկլավներ են, բայց 21 թվին ասում էր, որ ոչ մի հիմք չկա այդպես մտածելու, որ այդ 2-3 տարածքը անկլավ են հանդիսանալու։ Էլի ասելու ես 21 թվին հայրենասեր էի, հիմա հայրենասեր չեմ։ Թե ասելու ես հորս արև, ես այդպես բան չեմ ասել։ Ես չեմ ասել հորս արև, ես ասեմ հոս արև։ Մենակ Հայաստանի ղեկավարը կարա այսքան սուտ խոսա ու ունենա աջակիցներ։